27 հրավիրված հերթական հավաքական նիստը 27 անդամներից ներկայ 20-ը կողմը ապահոված է, նիստերի ավազել է, նիստը համարում են բացված։ Արժանացրում եմ օրակարգում ընդգրկված հարցերը ըստ հերթականության։ Առաջին, Վարդենիս համայնքի հավաքանու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն քննարկելու եւ հաստատելու մասին 23 հունվարի 2026 թվականի N2-ին որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, երկրորդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի դեսպանի ձեռքբերումը 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին, երրորդ, 2026 թվականի Համազգային ժողովի հունիսի 7-ի հերթական ընտրությունների անցկացման համար ընդդատեղամասերը կահավորելու և թեքահարթակներ կառուցելու մասին, չորրորդ, Վարդենիս համայնքի հավաքանու 20 մարտի 2026 թվականի Վարդենիս համայնքի գյուղամասած բնակավայրի հիմնավորող մանկապարտեզի շենքի ավելացող աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին N97 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին, 5-րդ, Վարդենիս տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերության ՏՏ-ին դրամաշնորհ հատկացնելու մասին, 6-րդ, Վարդենիս համայնքի հավաքանու 23 հունվարի 2026 թվականի Վարդենիսի տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու պայմանավորման կապիտալական արտադրությունը և վաստիկացուցակը հաստատելու մասին N10 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին, 7-րդ, Վարդենիս համայնքի հավաքանու 28 նոյեմբերի 2025 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի համայնքային ոճառությունների կազմակերպություններ, ուղղակներ և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվականակը աստիճանացական և պաշտոնային դուրիքաչափերը հաստատելու մասին N165 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, 8-րդ, Վարդենիս համայնքի հավաքանու 20 մարտի 2026 թվականի Վարդենիսի տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերության անհատական օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին N42 փոփոխություն կատարելու մասին, 5-րդ, Վարդենիս համայնքի հավաքանու 2025 թվականի հունիսի 13-ի Վարդենիս համայնքի մասնավորների պլացման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին N95 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, 10-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվում բնակավայրի SS կադաստրային ծածկագրով անհայտ անշարժ գույքը Վարդենիս համայնքի սեփականություն ճանաչելու մասին, 11-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս փարքի Շահումյան փողոցի 10 հասցեի 1 հեկտար մակերեսով վարչական շենքը անհատական օգտագործման իրավունքով ընդունելու մասին, 12-րդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի հողերի ծովակի վաճառքով հնարավորությանին նվազելու նպատակով կատարած օտարերիի օգտագործման հաստատելու մասին, 13-րդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի հողերի ծովակի վաճառքով հնարավորությանին նվազելու նպատակով հողատարածքների հաստատելու մասին, 14-րդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի հողերի ծովակի վաճառքով հնարավորությանին և ջուրեկարության ընդլայնման նպատակով հողատարածք կատարելու և օգտագործման հաստատելու մասին, 15-րդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսկը մշտային կարգով վարձակալության տրամադրելու և մեջնակայում ուսանողների մասին, 16-րդ, Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուր վաճառքով օտարերիի քննադատություն տալու և մեջնակայում ուսանողների մասին, 17-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բանվագեղեցկատուն բնակավայրի փողոցները անվանակոչելու մասին, 18-րդ, Վարդենիս համայնքի հավաքանու 25 հունիսի 2024 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող SS կադաստրային ծածկագրով 084 սոտո հողամասը Հայաստանի Հանրապետության նվիրաբերելու մասին N78-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, 15-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Իրար Գասպարյանի պատկանող անշարժ գույքի գույքակի մասնորդակված ապահով էկոս համազգացող մասնակից զիջելու մասին, 20-րդ, Վարդենիս համայնքի ակում բնակավայրի բնակիչ Ալեքսանդր Թադևոսյանի որը Պանո Թադևոսյանի պատկանող SS Մակրիշի SS պետհամարշի ավտոմեքենայի գույքակի ստացված ապահով էկոս համազգացող մասնակից զիջելու մասին, 21-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ասլայանին պատկանող SS Մակրիշի SS պետհամարշի ավտոմեքենայի գույքակի ստացված ապահով էկոս համազգացող մասնակից զիջելու մասին,
Վարդենի համայնքի Վարդենի քաղաքի բնակիչ Մխիթար Աբրամյանի պատկանում հերցեց մարմնի շեզես պետամանիչի ավտոմեքենայի դույքակի տոկոտոկով կորեկոս համավազ կարով մասնակիցիչերի մասին 23-րդ Վարդենի համայնքի ներմասիկ բնակավի բնակիչ Արություն Արաքելյանի հորը Արտուր Արաքելյանի պատկանող անշարժույթի դույքակի մոտով տոկոտոկով կորեկոս համավազ կարով մասնակիցիչերի մասին 24-րդ Վարդենի համայնքի տնօրեն բնակավայրի բնակիչ Արոն Անուշավանի Խաչատրյանի պատկանող հողված SS Մագնիշի համայնքի ավտոմեքենայի դույքակի տոկոտոկով օրենքով համավազ կարով մասնակիցիչերի մասին Ես Արոն Խաչատրյանը ես չեմ 25-րդ Վարդենի համայնքի նորաբաց բնակավայրի բնակիչ Արտակ Սամվելի Կարապետյանի պատկանող SS Մագնիշի ավտոմեքենայի դույքակի տոկոտոկով օրենքով համավազ կարով մասնակիցիչերի մասին 26-րդ Վարդենի համայնքի ավականում 2023-2026 թվականի Վարդենի համայնքի ավտոն բնակավայրի բնակիչ Էմիլ Խաչատրյանի պատկանող SS Մագնիշի SS պետամանիչի ավտոմեքենայի դույքակի ծածկապահ կորեկոս համավազ կարով ամբողջությամբ դիջելու մասին 48-ի որոշումը անվավեր ճանաչելու մասին սա համարում ենք անվավեր 27-րդ Վարդենի համայնքի ծովակ բնակավայրի բնակիչ Լևոն Գրաչիկի Ալեքսանդրի պատկանող SS Մագնիշի SS պետամանիչի ավտոմեքենայի դույքակի ծածկապահ կորեկոս համավազ կարով մասնակիցիչերի մասին 28-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունի մարզի Վարդենի համայնքի շրջանապետ անապահով բնակիչների դիմումների քննարկման և դրամական հաստատություն տրամադրելու մասին և 29-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունի մարզի Վարդենի համայնքի ավականում 5-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրը սահմանելու մասին Հարգելի ավականներ, առաջարկում ենք հաստատել օրակարգը 29 հարցից Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե չէ, քվեարկություն։ Քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, երրորդ չկա։ Անցնում ենք օրակարգի առաջին հարցին։ Վարդենի համայնքի Տեխնիկական մտարավ շենքն չկա, չէ՞։ Հեռախոսից Wi-Fi ցրեցի հեսա մի հատ հասկանում տեսնում։ Վերարեք, բայց ես չեմ կարող այնում։ Շարունակենք։ Վարդենի համայնքի ավականով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի տերիտորիալների Վարդենի համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի տարածելու և հաստատելու մասին 23 հունվարի 2026 թվականի N2-ի N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հարգելի ավականներ, խոսքի մասին է, ինչպես գիտեք, 2026 թվականի համայնքային միջհամայնքային ուղերով փոխադրումների իրականացնելու համար կնքվել է համաձայնագիր 14 միկրոավտոբուսների համար մնացած 13-ը ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ է 223 միլիոն դրամ։ Ուստի առաջարկում եմ համայնքի ավականում 23 հունվարի 2026 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն քննարկելու հաստատելու մասին N2-ի որոշման հավելածում կատարել հետևյալ փոփոխություններ։ Բյուջեի 4 գիծ 1 գործառնական դասակարգման 51-12 տնտեսագիտական դեպքից պակասեցնել 64 միլիոն 300,000 դրամ։ Երեցի գիծ 3-1 գործառնական դասակարգման 51-12 տնտեսագիտական դեպքից պակասեցնել 84 միլիոն դրամ։ 4 գիծ 2 գիծ 1 գործառնական դասակարգման 51-12 տնտեսագիտական դեպքից պակասեցնել 20 միլիոն 100,000 դրամ։ 6 գիծ 1 գործառնական դասակարգման 51-12 տնտեսագիտական դեպքից 15 միլիոն դրամ։ 9 գիծ 2 գիծ 1 գործառնական դասակարգման 51-13 տնտեսագիտական դեպքից պակասեցնել 40 միլիոն դրամ։ Ընդամենը 223 միլիոն 400,000 դրամ եւ այն ավելացնել 1 գիծ 6 գիծ 1 գործառնական դասակարգման 51-21 տնտեսագիտական դեպքից։ Ես երկու բառով ասեմ, հարգելի ավականներ, սկզբից ներ համայնքային ճանապարհների տրանսպորտի հետ կապված հարցերը պետք է լուծեին, դրա համար մենք բյուջեով նախատեսել էինք
որոշակի ասենք պայմանական 300 միլիոն, բայց քանի որ Երևան Վարդենի սկիզբն էլ է, միջհամայնքային էլ է, մենք արդեն մի պաթետիկակ արդեն շահել ենք եւ այդ գործողությունը մենք ենք կատարում, դրա համար մեր գումարը պակասում է, դրա համար հանձնարարել ենք ֆինանսական մասի պետին, որպեսզի կարողանա այն հոդվածներում, որտեղ մենք որ մի քիչ ավել են դրել օրինակի համար կամ եթե ավել են չեն դրել, պակասեցնի կամ սովետական ծրագրերի հետագայում քննարկենք դրանք, որ թողենք մյուս տարվա մեջ, այդ հոդվածներից արդեն ձեր նախագծերի մեջ կա որոշներից 80 միլիոն, որոշներից 20 միլիոն, որոշ հոդվածներից 64 միլիոն, բերել ենք միավորել ենք 223 միլիոն, որպեսզի դանենք գազերի, շահած գազերի գումարին, որ կարողանանք այդ գումարը վճարենք, հիմնական սա է։ Հարցեր կան էլ դրա հետ կապված։ Եթե չկա, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր սուբվենցիոն ծրագրերը չտուժեն, մեր մարդերն էլ քանթի տարածքային նախարարություն, դրանք ինչ հնարավորություն կա, մեզի սուբսիդիայով եթե դրանք մի որոշակի գումարով օգնեն, եթե օգնեցին, բնական է, որ մեր սուբվենցիոն ծրագրերը չեն ուժելու, բայց մենք անենց կանենք փուլային կդանենք, այսինքն մի մասը ծրագրի մի մասը կանենք 26 թվականի մեջ, մյուս մասը գցենք 27 թվականի մեջ, որպեսզի հիմնական վճարումը 27 թվականին կատարվի, որպեսզի մեր սուբվենցիոն ծրագրերը չտուժեն դրել։ Այսքանը, եթե արդեն չկան, քվեարկություն ովքեր են հասկանամ ներողություն խնդրեմ, սրանք մեր բյուջեի ֆոնդային մասից են Այո, ֆոնդային մաս։ մենք էլ ուրիշ գումար չունենք, պետք է մենակ ֆոնդային մասից տեսնենք։ Ֆոնդային ծախսեր, պարտադիր ֆոնդային Ուրախ տախտում դրախոսացան։ Իրականություն փոխելիս որ վերջապես Վարդենի ժամանակով Շատ պահանջված, շատ դրական քայլավ մեր կառավարության կողմից, որ մենք կարողացանք հասնել այն աշնանի, որ մեր ամբողջ փաթեթը մրցույթը տեղ ունեցավ, մրցույթում շահեցին եւ ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհների 13-14 գազելները, որը ջակ մամուշի մեքենաները տրամադրենք, Վարդենից Երևան գծին, գազելուց այդ գազելները տրամադրենք միջհամայնքային մեր բնակչությունը բարձր մակարդակով սպասարկելու համար։ Իհարկե շատ մտերմիկ ճիշտ ասում, պետք է ուրախանանք, ողջունենք, որ այս շատ կարևոր բան ենք անում, որտեղ սաղը հիշում ենք, մենք փոքր ժամանակ ենք հիշում, որ էձերի տրանսպորտ կար, որ գյուղից գյուղ էր գալիս, ու չեղե, այս երևի 50 տարի, ու 50 տարի չանելուց հետո մենք այսօր առաջին քայլն ենք անում, որ մեկ երկու ամիս հետո կարծում եմ ավելի շուտ հնարավոր է մեկ երկու ամսից մենք ունենանք այդ բարձր մակարդակով սպասարկումը այս բնակչության։ Այո, արարեցված աշխատանք ունեցող անձանց։ Այո, բավական շատ լավ է, շնորհակալ եմ, որ պահանջ շատ։ Այո։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնենք օրակարգի երկրորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ժողով, եթե խոսում եք, ես չեմ կարելի խոսալ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի զեկույցումը 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի մասին։ Մանրամասն տվյալ հարցերի հետ կապված ձեզ կներկայացնի ֆինանսատնտեսական եկամուտների աշխարհում հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը։ Առաջի հարցի վերաբերյալ ասեմ ոչ մի ծրագիր չի անվել, պարզապես այն ծրագրերը, որոնք սավառում են, աշխարհներով որ կանցնի 27 տարիների մեջ, մենք ծրագրերի որոշակի մասը հրասպորտի գերման անում, չէ՞, ծրագիր չի անվել ոչ մի։ Կապես է։ Վարդենիսի համայնքի 26 թվականի եւ առաջի բնակչության համար նախատեսված միլիարդ 625,750 դրամից ծրագրի պլանի դիմաց փաստացի կատարվել է 757 միլիոն 644 հազար դրամ, բյուջեն կատարվել է 46%։
Էդի սա պատճառ է, որ հրաշ սուբվենցիոն ծրագրերը չի սկսվել։ Եվ մենք պետությունի համար չենք ստացել։ Վարչական բյուջեի 26 թվական առաջի եռանդիակի պլանը կազմում է 814,459 դրամ, հաստատի կատարվել է 757 մեծագործությունների կամ 93%։ Սեփական ամրացված եկամուտները 26 թվականի առաջի եռանդիակի պլանը կազմում է 150,456,400 դրամ, հաստատի կուտքը կազմել է 97,852,000 դրամ կամ 65%, հիմնականում պատճառը գույք արկելերը, որ կարող են մինչև այս ամսվա արկելուց տեխոսկոտեր անցկացնել, շատ քաղաքացիներ օգտվում են այդ ընձեռնած հնարավորությունից այդ պատճառով պակասել այս պահի, բայց տարեվերջին իսկ կլմակ կդզվի այդ բացը։ Ծախսային մաս 26 թվական առաջի եռակարգի բյուջեի ծախսերը պլանավորվել են 1,962,488,300 դրամ, հաստատի ծախսվել է 532,721,000 դրամ։ Առաջին եռանդիակում կատարվել են հիմնականում շարունակական ծախսերը, որոնք պետք է տարի աշխատավարձել նախնիվեր 175,782,000 դրամ են, բուհակների կապանման ծախսերը 219,333,600 դրամ են, էներգետիկ ծախսերը 21,742,100 իսկ մնացած ծախսերը կազմում են կապի ծառայության, ապահովագրական, գործողման, համակարգչային և տրանսպորտային ծախսերը։ Համայնքի բյուջեի ծախսերը հիմնականում կատարվել են խնայողաբար և ակնավետ, իսկ եկամուտների հավաքագրման համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները հավաքագրում առավելություն հասնելու համար։ Համարյա թե կարճ ասեմ, ոչ մի փոփոխության չեն ենթարկել, արդեն Գրիգորյան ասեց, առաջին երրորդը հետ կապված, բայց բոլորին կարող ասեմ, որ նույնպես առաջին երրորդը հետ կապված աղագին գումարներ բաց ենք տվել, չենք մուտել, մենք տոկոսային հարաբերության աղագին հետ ենք, որովհետև են բոլորին հարգելի ավարտաներ, դուք ձեր միջոցով բավարարեք, որպեսզի մեր բնակչությունը ակտիվ մասնակցի մեր սեփական եկամուտների հիմարի հետ կապված կարողություններ կատարել, մենք էլ ենք բացատրական աշխատանք անում, որ բաժինը ֆինանսական և համայնքապետարանի ոլորտը սպասարկող բաժինները բնակչության հետ ակտիվ մասնակցություն են ունում, վարչական ղեկավարները նույնպես, բայց ցավալի է, որ մենք առաջին եռանդիակը տոկոսային հարաբերությունով շատ հետ ենք մնացել։ Ուստի խնդրում եմ ամեն մեկը ձեր կողմից լուրջ ետևեք այս տվյալ գործընթացին, որպեսզի մենք կարողանանք մեր սեփական եկամուտները հասցնենք առավելագույնի։ Ինչպես գիտեք, այս խոշորացված երկրորդ խոշորացումները ամեն տարի համարյա թե Գեղարքունքի մարզում առաջին տեղն ենք ընկել, մեր սեփական եկամուտների բարձր ցուցանիշներով և մակարդակով այս տարի խնդրում եմ բոլորից, որպեսզի կարողանանք նույն ձևով հասնենք այդ մակարդակին։ Եթե այդ առարկություններ չունեք, քվեարկություն ովքեր եք կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպար չկա։ Անցնում ենք օրակարգի երրորդ հարցին։ 2026 թվականի ազգային ժողովի հունիսի 7-ի հերթական ընտրությունների անցկացման համար անդրադեղամասերակ աղավերելու և թեքահարտակներ կառուցելու համար։ Արգելի գործընկերներ, առաջարկում եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված, անցկացման հետ կապված անդրադեղամասերակ աղավերելու թեքահարտակները կառուցելու նպատակով համայնքի պաշտային ֆոնդից 4251 շենք շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում տնտեսագիտական հոդվածից 3 միլիոն դրամ հատկացնել տվյալ գործունեության համար, այսինքն անդրական տեղամասերով մենք պետք է հաշվանդամություն ունեցող մեր բնակիչների համար, ովքեր ունեն թեքահարտակներ, պետք է սարքել, որպեսզի իրար կարողանան մտնել և մասնակցել, և այդ ծախսեր կան տեղամասերում, և այդ ծախսերի համար ուզում ենք այս մի հոդվածից 3 միլիոն դրամ ադրել, որպեսզի մենք կարողանանք բարձր մակարդակով համապետական ընտրությունները անցկացնել։ Ես բայց կարծում եմ Գրիգորյան 3 միլիոն քիչ չի։
Գույքի կահավորման խնդիր կա, էլեկտրականության խնդիր կա, արտակների պատրաստման խնդիր կա, կարծում եմ 3 միլիոն ոչ բոլոր տեղերն են, չէ՞, թե քարտանները դիմացկով մեծամասնան 27-ներ չէ։ 39 անդրատարածք ունենք ամբողջների վարչությունում, 39 անդրատարածքից 27 անդրատեղամասերում թե քարտակների կարեկազգացում։ Մեծամասնություն դպրոցներն է, կամանքային ամենը, որտեղ որ պատմությունն է։ Հիմա 27-ում այս պահին գրանցված է 27-ում ոչ ունենք, որով տեղերում ուսումնասիրված է 27-ում չունենք։ Մի խոսքով լավ 3 միլիոն օգտագործենք, եթե հանդարտ պապասություն անի, էլիք մտնենք ավականոնիստան։ 27 տեղին մենակ 3 միլիոն տեկա արտաքին Ինչ տեկին ետրենան։ Պրոստը ծեմենալի հիմա հնարավորություն կա, ամիջ իրավելասնենք սարկեն ավելի լավ 3 միլիոնը հատկացնենք, եթե պետք եղավ նորից մյուս ագրոպարականությունների Եթե ապրանքություններ չկա, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի Վարդենիս համայնքի ավականու 20 մարտի 2026 թվականի Վարդենիս համայնքի գյուղամասար բնակավայրի հիմնադրող մանկապարտեզի շենքի ավելացող աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին N37-ի որոշումներ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին։ Առաջարկում եմ Գյուղամասար բնակավայրի հիմնադրող մանկապարտեզի շենքի ավելացող աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին N37-ի որոշումներ կատարել հետեւյալ փոփոխություն որոշման բովանդակության մեջ 4.729.563 դրաման նախագծարաշահային փաստացների շփման արդյունքում ավելացած ծախսերի համար էլեկտրական վերհանման սարք, այսինքն լիֆտը էլեկտրական վերահանման սարք նախադասությունը փոխարինել 6.956.454 դրամ նախագծարաշահային փաստացների շփման արդյունքում ավելացած ծախսերի էլեկտրական վերահանման սարք եւ պլաստիկի միջնորմի համար նախադասությամբ։ Իսկ հաջորդը 4.619.891 դրամը մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման համար նախադասությունը փոխարինել 2.393.000 դրամով մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման համար նախադասությամբ։ Հասկացաք չէ, հարգելի ավականներ։ Փոփոխությունը ինչ ձևակատարված ու ինչ համարակատարված։ Մեկը որ այս վերելակավորի առնեինք, դրա գումարը ավելանում է, գիտեք որ մանկապարտեզի հարակից այս բարեկարգման համար տրամադրել էին 4 միլիոն, բայց արել ենք 2.393.000 դե գումար ավելանում է մեր Համարագումարը նույնն է ասում, Գումարի տերն է, ծավալաթերթի մեջ տարբերություն կար, թվերն է համապատասխանեցին։ Թվերը որպեսզի համապատասխանի ծավալաթերթին, որտեղ նախագծում ուրիշ էր, ծավալաթերթում ուրիշ էր, նա դրել ենք այդպես հավասարացրել ենք իրար։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկան։ Հարգելի ավականներ 20 րոպեում վիճում, հաջող հարցին։ 5-րդ հարցից տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերության ԿԲ-ին դրամաշնորհ հատկացնելու մասին։ Սա այն խոսքը նրա մասին էր, որ մենք 13.075.000 դրամ փոխանցել էինք հրյալ հարցերի կապով տրանսպորտի նախարարություն, որպեսզի այդ գործողությունները կարողանանք կատարեին։ Սրա մասին հիշում եք, չէ՞, հարգելի ավականներ։ Այս է հիմնական խոսքը, որ մենք հայտի ապահովման գումարն է, որ 13.075.000 փոխանցել ենք։
Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 6-րդ հարցին։ Վարդենիս համայնքի գնանք բերքերից։ Վարդենիս համայնքի ավականու 23 հունվարի 2026 թվականի Վարդենիս տրանսպորտ փակ վարդենիական ստեղծելու կանոնադրական կապիտալը, անհատությունը եւ աստիճանացուցակը հաստատելու մասին N10A որոշման փոփոխություն եւ լրացում կատարելու մասին։ Խոսքը գնում է նրա մասին, որ 2026 թվականի հունվարի 23-ին Վարդենիսի տրանսպորտ փակ վարդենիական ընկերություն ստեղծելու կանոնադրական կապիտալը կանոնադրությունը հաստատակցակը հաստատելու մասին N10A որոշման ելույթ երկրորդ հավելածում կատարել փոփոխություն եւ լրացում ավելացել աշխատանքների կազմակերպիչ հաստիկային միավորը համաձայն ավելվածին։ Այսինքն ստոյալ հարցերի կապված ավելացնում են աշխատանքների կազմակերպիչ, որպեսզի կարողանան իր ժամանակին Վարդենիս, Երևան, Վարդենիս եւ մնացած մայրուղիների կապված տվյալ գործունեությունը աշխատանքների կազմակերպման հետ պատշաճ կազմակերպել։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա, անցնում ենք օրակարգի 7-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հողակներ եւ բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվականակը աստիճանացուցակը եւ պաշտոնային դրույքաչափեր ազդելու մասին N165 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Սա վերաբերում է, որ պաշտոնային դրույքաչափեր ազդելու մասին N165 որոշման հարևանություն կատարել փոփոխություններ։ Այսինքն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզավետոց հողաշրջանում բասկետբոլի մարզիչ հաստիկային միավորի անվանումը փոխարինել սպորտային միջոցառումների կազմակերպիչ հաստիկի միավորի համաձայն ըստ հավելվածի։ Այսինքն մենք ստե դրույթի կես միավոր կամ մեկ միավոր փոփոխություն չեն կատարում, ընդհանուր առմամբ հաստիկային միավորի անվան փոփոխություն են կատարում։ Բասկետբոլի մարզիչը փոխարինում են սպորտային միջոցառումների կազմակերպիչով։ Ստե չի ավելանում ոչ մի տեսակի հաստիկ։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Այլ ներողություն։ Եվ մյուսը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մանավան մանկապարտեզ հողակարգում տնտեսվարի 0 հաստիկային միավորը փոխարինել տնտեսվարի 1 հաստիկային միավորով համաձայն հավելվածի։ Գիտեք, որ մեր Մանավանի մանկապարտեզը շատերը եղել եք, մասնակցել եք, շատ նորմալ, ակուրատների, բոլորը տեղ-տեղին, բայց տնտեսվարը ահագին գործունեություն ունի ծավալելու եւ 0 հաստիկը ըստ տնօրենի բացատրածի եւ իր տնօրենի առաջարկությամբ հաշվի են առել եւ ուզում են 0 հաստիկային միավորը տնտեսվարի փոխարինել 1 դրույթով։ Եվ ճիշտ ասած այս նախագծի մեջ չկա, չէ՞։ Եվ մի բանել են ուզում էլի առաջարկել Սոտքի մանկապարտեզի մեթոդիստը 0.25 միավորը, առաջարկում եմ 0.25 միավորը փոխարինել 0.5 միավորը։ Չէ, մենք բոլոր առաջարկությունները դժգոհություններ անում ենք տնօրենի հետ միասին, տնօրենի հետ պայմանավորված է, հիմա եթե պետք է 0.7 կամ 1, կանեինք 0.7 կամ 1, 0.5-ը տվյալ գործունեության հետ կապված նորմալ է։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա, անցնում ենք օրակարգի 8-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 20 մարտի 2026 թվականի Վարդենիս տրանսպորտ փակ վարդենիական ընկերություն անհատույց օգտագործման իրավունքների գույքի հանձնելու մասին N42 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Այսինքն առաջարկում եմ Վարդենիս համայնքի ավականու 20 մարտի 2026 թվականի Վարդենիս տրանսպորտ փակ վարդենիական ընկերության անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին N42 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն։ Որոշման վերնագրում հարգելի գործընկերներ անհատույց օգտագործման իրավունքով բառերը փոխարինել նվիրատվությամբ բառով։ Բովանդակության մեջ անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ բառերը
փոխարինել նվիրատվության բառով, իսկ գույքի անապույտ օգտագործման պայմանագիր բառերը նվիրատվության պայմանագիր բառերով, ընդամենը այսքանը։ Կարծում եմ, ստե հարաբերություն կամ առաջարկություն անելու ոչ մի հիմք չկա, որովհետեւ համար արդեն բարձր քվեարկություն ովքեր են բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Ասում են օրակարգի 9-րդ հարցեր։ Վարդենի համայնքի ավականու 2025 թվականի հունիսի 13-ի Վարդենի համայնքի մաս անունների ծախսման 2025 թվականի ծրագիրը արտադրելու մասին N95 որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին։ 2025 թվականի մաս անունների ծախսման ծրագրով ներկայացրել է համայնքի 3 բնակավայրերի համար ծրագրերի իրականացում, մասնավորապես այդ բնակավայրում լուսավորության ցանցի անցկացում, կույտ բնակավայրում խմելի ջրի ջրագրի անցկացում, ազատ բնակավայրում ոռոգման ցանցի անցկացում, Վարդենի համայնքի կարիքների համար ավտոաշտարակի ձեռքբերում, ձեռքբերված նախագծի հաշվային փաստաթղթերի արդյունքում ազատ բնակավայրի ոռոգման ցանցի անցկացման համար նախահաշվային արժեքը գերազանցել է մեր կողմից ներկայացված նախահաշվին, ուստի 2025 թվականի մասանունների ծախսման ծրագրով անհնար է իրականացնել այդ ծրագիրը։ Առաջարկում 2025 թվականի մասանունների ծախսման ծրագրով հաստատել 3 ծրագիր հավելվածները կցված են։ Առաջինը այդ բնակավայրի լուսավորության ցանցի անցկացում, երկրորդ ութ բնակավայրում խմելու ջրի ջրագրի անցկացում եւ երրորդ Վարդենի համայնքի կարիքների համար ավտոաշտարակի ձեռքբերում։ Եթե առաջարկություններ կա խնդրել, եթե ոչ քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Որը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 10-րդ հարցին։ Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքի արքունք բնակավայրի SS ծածկագրով կադաստրային անհայտ անշարժ գույքը Վարդենի համայնքին սեփականություն ճանաչելու մասին։ Առաջարկում եմ Վարդենի համայնքի արքունք բնակավայրի SS ծածկագրով 1.017 հեկտար անհայտ հողամասը ճանաչել որպես Վարդենի համայնքի սեփականություն հողամասի հատակագծը ձեր նախագծերի մեջ կցված է։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 11-րդ հարցով։ Վարդենի համայնքի Վարդենի քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեի 01 հեկտար մակերեսու վարչական շենքը անհատույց օգտագործման իրավունքով ընդունելու մասին։ Առաջարկում եմ կամրջակ սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Վարդենի համայնքում շուրջ 2 տարի 7 ամիս իրականացված ծերերի և խնամքի կենտրոնի ծրագրի դադարեցման պայմանավորված անհատույց օգտագործման իրավունքով 1 տարի ժամկետով ընդունել կամրջակ սոցիալ բարեգործական հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագրով սեփականության իրավունքի վկայական տեսին չհամարող Վարդենի քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեի 01 հեկտար մակերեսով վարչական շենքը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության և Վարդենի համայնքի կողմից ծրագիրը շարունակելու ստանձնած նախաձեռնության նպատակով, այսինքն ինչ ասել, 2 տարի 7 ամիս կամրջակ բարեգործական հասարակական կազմակերպությունը, ինչպես գիտեք, մեր ծերերի խնամքի կենտրոնը իրանք էին առել, իրանք էին վերադարձել բոլոր հարմարություններով, հիմա իրանք այլևս այդ գումարային խնդիր ունեն, չեն կարողանում շարունակել, տարբեր բարերարների կողմից տարբեր բարերարների խնդրել ենք, ուրեմն ավետարանչական, ամերիկական ավետարանչական եկեղեցին ստանձնել պարտականություն, որպեսզի գումարային տեսքով իրանք ֆինանսավորեն մեր ծերերի խնամքի կենտրոնը եւ մենք դրա համար իրանից կամրջակից պահանջել ենք, որպեսզի շենքը անհատույց 1 տարի ժամկետով Հիմա 1 տարի է կանում, թե 5 տարի։ Այդ մեկը ձեր դարերից արիքին, որպեսզի մենք ամեն տարի չմտնենք այս հարցերի կապված, 5 տարի ժամկետով տալիս է համայնքին, համայնքը մենք արդեն կտանք ավետարանչական ընկերությանը, որպեսզի իրանք կարողանան ֆինանսավորել եւ մեր ծերերի կենտրոնը կարողանան շարունակել իրանց աշխատանքները։ Հասկացանք հարգելի ավականներ։ Լավ չասի դա։ Մի քիչ լավ չասի դա։ Այո, այո։
իրանք թողել են մերը, ասում են կուզեք 1 տարի, կուզեք 2 տարի, մինչև 5 տարի։ Իշքան որ ցանկանան Մկրտչյանը ասում է բերեք, որպեսզի մյուս տարիների չմտնենք, մի տարի ավելացնենք, մի անգամից անենք 5 տարի։ Ուշադրություն մի տարի ծավալնենք, ծավալչենք համայնքի սեփականություն, աստծարաշ։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնքան չկա։ Ժողովուրդ ջան, ես անում ենք մեր ծերերի համար, հիմա մարդը 2 տարի, 7 ամիս, ֆինանսավորել է ծերերին դրել, երևի պատասխան է գտել։ Տեսել եք, ինչ զելենքն ենք այդ ծերերի կենտրոնը պահում, թե սնունդի հետ կապված, թե մաքրության հետ կապված, թե մնացած բաների հետ կապված, պատկերացնում ենք, որ ամսամիշ մի անգամ մատնահարդար ենք բերվում, վարսավիր ենք բերվում, համ ծերերին մատնահարդարում են կատարում մատների, համ մազերն են վարսավիրա գալիս մազերի հետ կապված, ինչ ձերի խնամ որ պետք է մենք ժամանակին դերում ենք եւ այդ բոլոր գործողությունը կատարում ենք։ Կարծում եմ որովհետեւ մեկը մի անգամ եղել է ծերերի կենտրոնում եւ տեսել է, եթե չեք տեսել, կասեի որ մեկ անգամ գնացեք եւ ձեր աշխարհ տեսեք։ Չանով դերնով, հա? չանով դերնով։ Քանի հոգի ծերեր կան հիմա Իսպանիային, մենք գրանցված ունենք 55-ից մինչև 60 ծերեր, բայց այս արդեն երկրորդ օրն է, մինչև էլի 42-ին հիմա իջել է 38։ Մեսպային 38 հոգի, բայց կարող է մի օր 52-ը լինի, մի օր 45-ը լինի, նայած օրկա շատ է, օրկա բայց հələ 35-ից 32-ից պակաս չեք ունեցել, բացարձակապես։ Այս փոփոխությունների մեջ ինքը չի կարելի, չէ՞։ Ինքը ինչ։ Կենտրոնը դարձավ չի անցնել։ Բացարձակապես հələ Այս փոփոխությունը։ բացման օրվանից էլ ամբողջ օր աշխատում եմ մինչև առ այս։ Ասացնես որ անցնելու կամ վերցնելու տալու։ Այդ թխային է, կատարում սպիցերերը ոչ էլ խաղարել մեջակապարված։ Երամսյան ջան, այս ֆրոնտեն ճիշտ արձակել է, պահածը, որ այդ հանձնությունության ժամանակ հանգացված չի դադարելու երբեք։ Որոշակի ժամանակ է, ինչը։ Կարգավորված է, չի կայնելու մի րոպե։ Դրել եք քվեարկության։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին, 12-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի հողերի ծովակի վաճառքով տնօրինման նպատակով հողատարած կոտարելու և կոտարման հաստատելու մասին։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի SS կատաստրային ծածկվող հողամասում գտնվող անշարժ մեկի նկատմամբ իրավունքների պետական գրանցման SS գրանցումը տրված 0706-2016 թվականին հանդիսացող հողամասինքից նորից է կրկնում տրված 0706-2016 թվականին հանդիսացող հողամասինքից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի 9-րդ փողոցի 4/1 հասցեի ծածկագիրը 016 սոտա հողամասը որպես ընդայնում օղակի վաճառքով կոտարել։ Հողամասի օղակի վաճառքով կոտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով 1 հարակուսի մետրի համար 514 դրամ, ընդամենը 872,950 դրամ։ Քվեարկություն հարգելի ավականներ, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 13-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի հողերից
ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով հողատարածք կոտարելու և օտարման գին հաստատելու մասին։ Հարգելի գործընկերներ, ծովափ բնակավայրի SS կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող անշարժույթի նկատմամբ իրավունքի պետական գերացման վկայական SS վկայականով 28.12.2022 թվականին հողամասինքից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ծովափ բնակավայրի առաջին փողոց 49.1 հասցեի ծածկագիր տեսին 0.01 հեկտար հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել։ Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 514 դրամ, ընդամենը 76,550 դրամ։ Եթե առարկություններ, առաջարկություններ կախնդրեն, եթե չեք քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնոցով չկա։ Անցնում ենք օրակարգի 14-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի ծովափ բնակավայրի հողերի ուղղակի վաճառքով օնլայնման նպատակով հողատարածք օտարելու և օտարման գին հաստատելու մասին։ Վարդենիս համայնքի ծովափ բնակավայրի SS կադաստրով, SS վկայականով 07.06.2016 թվականին սեփականություն հանդիսացող հողամասինքից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ծովափ բնակավայրի 9-րդ փողոցի 4-րդ հասցեի SS ծածկագրով 0.15 սոդա հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել։ Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով 1 քառակուսի մետրի համար 518 դրամ, ընդամենը 815,550 դրամով։ Քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնոցով չկա։ Անցնում ենք օրակարգի 15-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության գյուղատեսկը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու և մեկնարկային գին սահմանելու մասին։ Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի SS ծածկագրով 1.29 հեկտար գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի բարելավողը տրամադրել վարձակալության մրցութային կարգով 25 տարի ժամկետով։ Ես ասեմ, որ Վարդենիս քաղաքի որոշ բնակիչներ աղագին ժամանակից հողատարածքները օգտագործում էին, բայց ապօրին էին օգտագործում, վարձակալական պայմանագրեր չունեին, մենք օրինական դաշտ և իրանց այդ վարձակալական պայմանագրի հիմա այս պահից հետո կապելու ենք, որպեսզի կարողանան իրանք հետ ունենան վարձակալական պայմանագրի և մեր սեփական եկամուտները վարձակալական հիմունքներով կազմակերպեն գնային հարցերը։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի SS ծածկագրով 1.17 հեկտար գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի բարելավողը տրամադրել վարձակալության մրցութային կարգով 25 տարի ժամկետով։ Կարող կանոններն էլ ասենք, թե ում համար Երրորդ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի SS ծածկագրով 0.33 սոդա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի բարելավողը տրամադրել վարձակալության մրցութային կարգով 25 տարի ժամկետով։ Ես չեմ ասում, որտեղ այդ մարդիկ շուտանից օգտագործում են։ Հաջորդը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի SS ծածկագրով 0.54 սոդա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի բարելավողը տրամադրել վարձակալության մրցութային կարգով 25 տարի ժամկետով։ 5-րդը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի SS ծածկագրով 6.49 սոդա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի բարելավողը տրամադրել
վարձակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով։ 6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի SS ծածկագրով 221 հեկտար գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի բարելավումը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով 25 տարի ժամկետով և հաստատել վարձակալության տրամադրող 3-րդ կարգի բարելավի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 6050 դրամ, 4-րդ կարգի բարելավի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 3900 դրամ։ Եթե առաքելություններ կան, խնդրեմ, եթե չեն, քվեարկություն հասնի ավականներ, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեն դերավնպահ չկա, անցնում են կողոքաշվի 16-րդ հարցին։ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելու թույլատվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող խաչակույր բնակավայրի SS ծածկագրով սեփականության իրավունքի վկայական գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսկը 018 սոդա հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով մեկնարկային գին սահմանել համաձայն ներկայացված անշարժ գույքի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքը 424,000 դրամ, ընդամենը գնահատված արժեքը կլորացված 800,000 դրամ։ Ասեմ, տեղեկացնեմ, որ գնահատողը անկախ գնահատողն է, այդ միավորը դրել և գնահատելու արժեքը մեր անկախ գնահատողն է դրել, չէ՞ մկրճակ։ Մրցույթով հաղթած անկախ գնահատող ունեն, որը մրցույթով հաղթել է և մենք բոլորը ուղղակում ենք իրան նայում և գինը ինքնավորոշում։ Հաջորդը Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող խաչակույր բնակավայրի SS ծածկագրով սեփականության իրավունքի վկայական S-ինչ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսկը 058 սոդա հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով։ Մեկնարկային գին սահմանել համաձայն ներկայացված անշարժ գույքի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքը 325 դրամ, ընդամենը գնահատված արժեքը 1,900,000 դրամ։ Հաջորդը Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող խաչակույր բնակավայրի SS ծածկագրով սեփականության իրավունքի վկայական SS վկայականով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսկը 0,20 սոդա հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով։ Մեկնարկային գին սահմանել համաձայն ներկայացված անշարժ գույքի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքը 340,000 դրամ, ընդամենը գնահատված արժեքը 680,000 դրամ։ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող տրետուկ բնակավայրի առաջին փողոց առաջին փակուղի 2 դրով 1 հողամասի ծածկագիրը S-ինչ սեփականության իրավունքի վկայական S-ինչ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի, կապի 0,02 սոդա հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով։ Գիտեք, որ կապը տվյալ տարածքում թույլ է և ուժեղացնելու համար թույլ են տալիս, որ իրանք տեղադրեն այդտեղ կապի, ինչ են ասում, աշտարակ, ալեհավակ աշտարակ։ Մեկնարկային գին սահմանել համաձայն ներկայացված անշարժ գույքի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքը 333 դրամ, ընդամենը գնահատված արժեքը կլորացված 666 դրամ, 1000 դրամ։ Հաջորդը Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի Լեռնագորգերի փողոց 2-րդ փակուղի 4 հաստիի ծածկագիր S-ինչ սեփականության իրավունքի վկայական S-ինչ արդյունաբերության, հնդերօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 616 հեկտար գյուղ արտադրական գործառական նշանակության հողամասը օտարել աճուրդ վաճառքի միջոցով։ Մեկնարկային գին սահմանել համաձայն ներկայացված անշարժ գույքի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքը 333,000 դրամ, ընդամենը գնահատված արժեքը կլորացված 666,000 դրամ։ Եթե հարցեր կան, առաջություն ասա։ Ես վերջի հարցն տեխնիկական խնդիր կա։ Չէ, 66 ասա 600։ Բայց հեկտարան 600 Չէ, էսի հարտոկոս տեխնիկական խնդիր կա։ Որ դեսի չորս այլ իր այդ ասած։
գնահատական ակտեր կապված կա, հետ ենք ուղարկել, իրացան ժան ոչ շշկրտեք, հիմա մենք թուլատվությունը կստանանք մինչև Չշկրտված արժեքը ոչ չենք անի, չենք կապել։ խնդիրից լրիվ կանա։ Հեսա արտադրական տարածքը որնա։ Այսքան 6 հեկտար Դրա խարակուսի չի կարա 700 դրանից պակասել։ բացի է, համ հեկտարի հետ կապված ու խարակուսու հետ կապված տղեն ինչ խոսել։ Խարակուսի հետ կապված ինչ կիզու, 6.664։ Կաստատարապարմեք միավոր արժեք 230 Սպատի վետիկ ճշգրտ վետը։ Այսինքն գնահատ արժեքն անում ենք, ընդամեն թույլատրում ենք 6 հեկտար։ Այո, ամեն թույլատրում ենք։ Արժեքը առանց երևի։ Այո։ Իսկ Գնահատման ակտեր կապված։ եթե անում ենք հաջորդի տվյալ հարցը, չպետք է գնահատումով արժեքը բռնի։ Դա հարցը ստեղծել ճիշտ է, համաձայնենք որ ոչ դա մենք արժեքը տեղափոխենք հաջորդ լիստերի դեր չի գորես, ես Գնահատման արժեքը չեն ուղարկել, դա Սանտի կարող ուղարկել։ Էսի խախտում ենք անել, եթե Րանչասի Զարյան ջան, բայց մենք անում ենք Իրանոսյան միասնված ասած Իրանոսյան ջան, որ Իսկ որպես արժեք չկա, ամեն իմաստ հաջորդ չկա էլի։ իսկ որպեսի չհետաձգենք ասենք թողնենք, ես տանում Լավ, դերեք այս հարցը տեղափոխենք հաջորդ համակարգի նիստին մինչև գնահատված լիարժեք գնահատման ակտը գա։ Այս հարցը հանում ենք տեղափոխելով հաջորդ նիստին։ Այս հարցը տեսել պետք է դնենք քվեարկման։ Վերջին այս հարցը արգելի ավականներ որպեսզի տեղափոխենք հաջորդ նիստին մինչև գնահատման լիարժեք արժեքը գա, ովքեր են համաձայն։ Բոլորը ով դեմ ձեռնպար չկա։ Հիմա դնում եմ քննարկման այն որ ինչ-որ բախացի։ Ես մեր մնացած մասով եմ հարցել եմ, Ասա։ Ես դերոնշյալ ուղարկեցքերի մասով, խաշախտների դռնած մնացած նախ ինչ կարգավիճակ եմ ունեցել, այդտեղ ինչ-որ անձիկամանական կոռուպցիա, օգտագործվել են, շահագործվել են կամ ինչ կարգավիճակ եմ ունեցել, բոլորը եղել են դերերի Սիմոն ջան, հիմա որի մեր դուք տեսչական գիտեք ստուգումներ իրականացրած, որպեսզի համապատասխանեցնենք օրենքին, որ կան վարձակալական ուղեր ու գործունեություն են ծավալվել, այս ոչ իրականացված նպատակային նշանակության, հիմա ապուր վաճառքին դեպքում իրան գնում են կատարում, հետո դիմեն հողի կարգերը փոխեն, որպեսզի այս նպատակային նշանակության իրականացնեն։ Բոլորը դրանց սեփականատերերի են։ Այսինքն 20-30 տարի իրանք են օգտագործում։ բայց համարվել է որպես այս պահին համենայն սեփականություն։ Այո, վարձակալականները իրանք դերեր են հրաժարվել են, որպեսզի սեփական դառնա, գնում կատարեն, հաջորդ օրվան կալքով կարողան ասել ես, այսինքն ինչ նշանակության որ հիմա դրացա, այդ նշանակության չեն օգտագործում, ասեն այ Իրանոսյան ջան Ապատի կանջատ է ես արել Քվեարկության չեմ դրել, չէ՞։ Քվեարկություն ովքեր են կողմ։ Որոնը կողմ դեմ ձեռնպար չկա։ Ասա 6-րդ։ Աստեղափոխել են Միատ քվեարկեցինք այս հարցը տեղափոխել հաջորդ նիստին։ Միատ էլ քվեարկեցինք այն հարցի համար, ժողովուրդ։ Ապեն շատից դրանց չկա, իրանցքան ջա, դու շատ Անցնում ենք օրակարգի 17-րդ հարցին։ Գեղարքունիքի մարզի Վարդենի սամայքի փամբակ և լուսակուն բնակավայրի փողոցներն անվանակոչելու մասին։ Գեղարքունիքի մարզի Վարդենի սամայքի փամբակ բնակավայրի SS ծածկագրով փողոցը անվանակոչել փամբակ բնակավայրի 17-րդ փողոց և Վարդենի սամայքի լուսակուն բնակավայրի SS ծածկագրով փողոցը անվանակոչել լուսակուն բնակավայրի 7-րդ փողոց առաջին նորմական առաջին փակողի։ Քվեարկություն ովքեր են կողմ։
Բոլորը կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Մի հատ էլ ես հասնել կարդամ մի 10 րոպե մի հատ բերի, ընդհանրապես 10 րոպե։ 10-ը քիչ չէ։ Ես գետա։ 10-ը դեր է։ Ես գիտեմ, որ կանություն հանդիսացող SS կատաստրային տասկագրով 014 սոտա հողամասը Հայաստանի Հանրապետությունը վերաբերելու մասին N78A որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Ինչի մասին է խոսքը, հարգելի ավականներ, իրավական կողմը ճիշտ պահելու համար առաջարկում են Վարդենիս համայնքի ավականում 2024 թվականի հունիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող S կատաստրային տասկագրով 014 սոտա հողամասը Հայաստանի Հանրապետությանը վերաբերելու մասին N78A որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն։ Այսինքն որոշման վերնագրի նվիրաբերելու բառը փոխարինել նվիրելու բովանդակությամբ, նվիրաբերել բառը նվիրել բառով, այսքան է հիմնականում։ Քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 15-րդ հարցին, 10 րոպե ընդդիմություն։ 9-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Իռա Գասպարյանին պատկանող անշարժույթի բուրգարկի մասով կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Առաջարկում են Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Իռա Գասպարյանին պատկանող անշարժույթի բուրգարկի մասով կուտակված 703,450 դրամ ապարքից օրենքով սահմանված կարգով զիջել 155,546 դրամ տուժը եւ մայր գումարի 15%։ Իրապարտավորությունները մարելուց հետո քվեարկություն արգելի ավականներ, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 20-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ակումբ բնակավայրի բնակիչ Ալեքսանդր Թադևոսյանի հորը Կամո Թադևոսյանին պատկանող SS մակնիշի SS Այդ համարժի ավտոմեքենայի բուրգարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ Առաջարկում են ակումբ բնակավայրի բնակիչ Ալեքսանդր Թադևոսյանին հանգուցյալ, որը Կամո Թադևոսյանին պատկանող SS մակնիշի համարժի ավտոմեքենայի բուրգարկի 584,472 դրամ ապարքից օրենքով սահմանված կարգով զիջել 131,039 դրամ տուժը եւ մայր գումարի 10%-ը մնացած պարտավորությունները կատարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Ես մի անգամ էլ ասեմ, հարգելի ավականներ, գիտեք այս բաները, հիմա որ ճիշտ ասեմ, ահագին դրա թիվ կա, թիվը չի, ծերը չի եղում, ինչքան դիմներ կան, բայց այն դերել ենք այն մեջինը, այն սոցիալապես առնախով մարդկանց հետ կապված դրանք են դրել ավականում քննարկման, բայց իրականում կան մեքենաներ, որոնք ընդհանրապես չեն շահագործում, որ դրանք մնացին եւ դեպի կմնան։ Դրա համար պետք է որ օրենքով սահմանված կարգով զիջենք, որպեսզի մարդիկ կարողանան մնացած մայր գումարներ մուծեն, որպեսզի մեքենաները կարողանան դուրս անեն։ Թե չէ այս պարտավորությունները օրորի մնալով ավելանում է, ուժերը օրորի ավելանալով շատանում է։ Ես դրեցի քվեարկության այս հարցը։ Անցնում ենք օրակարգի 21-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ասլանյանին պատկանող SS մակնիշի SS պետհամարինչի ավտոմեքենայի բուրգարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին, ստեղ գնում ավտոմեքենայի բուրգարկի 823,627 դրամ ապարքից օրենքով սահմանված կարգով զիջել 182,344 դրամ տուժը եւ մայր գումարի 10%-ը մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 22-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Մխիթար Աբրամյանին պատկանող SS մակնիշի պետհամարինչի ավտոմեքենայի բուրգարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ Խոսքը վերաբերում է Վարդենիս քաղաքի բնակիչ Մխիթար Աբրամյանին 372,920 դրամ ապարքից օրենքով սահմանված կարգով զիջել 70,421 դրամ տուժը եւ մայր գումարի 10%-ը մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 23-րդ հարցին։
Վարդենի սամայքի մեծ մասիկ բնակավայրի բնակիչ Արություն Արաքելյանի հողավարտուր Արաքելյանի պատկանող անշարժույթի դուրքակի մասով կուտակված ապարքա օրենքորսանված կարգով մասնակի դիջելու մասին։ Մեծ մասիկ բնակավայրի բնակիչ Արություն Արաքելյանի հանգուցյալ հորը Արթուր Արաքելյանի պատկանող անշարժույթի դուրքակի մասով կուտակված 147,176 դրամ ապարքից օրենքորսանված կարգով դիջել 116,780 դրամ։ Ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեն ձեռնպատ չկա, հասնում են որակարգի 24-րդ արդեն, Վարդենի սամայքի օրվան բնակավայրի բնակիչ Անուշավանի Խաչատրյանի պատկանող ՈՒԱԶ SS մագնիսի կամանիշի մեքենան, օրենքով մեքենայի, ավտոմեքենայի գույքակի 79,700 դրամ ապարքա, օրենքով սամված կարգով ամբողջան դիջելու մասին են 40 որոշումը։ Անվավեր ճանաչել, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեն, ձեռնպատ չկա, ինչեր է իրավության։ Դեպ մեկը արձանագրի ովքեր է դեման։ Անցնում ենք օրակարգի 27-րդ հարցին։ Վարդենի սամայքի ծովակ բնակավայրի բնակիչ Դերենի Կրյաչիկի Ալեքսանյանի պատկանող SS մագնիչ SS պետամանշի մեքենայի դույթարկը կուտակված ապարքը օրենքով սահմանված մասնակից դիջելու մասին։ Հարգելի հավաքաններ, ես դե նշեմ մեքենայի մամեշին չնայեք, այս մեքենան ընդհանրապես գոյություն չունի, բացարձակապես մեր Տիկին Հարոմելյան ճանաչում տվյալ մարդկանց, տվյալ անձնավորությանը, այդ մեքենան ընդհանրապես գոյություն չունեցել, մնալով լիքը տարիների ընթացքում ապարքա։ Գոյացել ուստի առաջարկում եմ տվյալ գումարից 57,680 դրամը տուժը անել և մայ գումարի 10%-ը։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեն, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 28-րդ հարցին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի սամայքի սոցիալապես անապահով բնակիչների դիմումների քննարկման և դրամական փոխհատուցման տրամադրելու մասին էջպետներն հարգելի հավաքաններ, սոցիալական մասնագետները ուսումնասիրություն կատարել են, բայց ինչպես սա հայտնի է, շատ դիմումներ են կուտակվել, տարբեր հարցերով, տարբեր քննարկումներով, բայց դե անել ենք են ամենավատերագույն վիճակի մեջ գտնվող մարդիկ, մենք հենա դեր ունենք ահագին բնակիչներ ունենք, որոնք քամիների բանի հետևանքով, անձրևների քամիների հետևանքով մարդկանց բնակարանի իմաստը թռվել, գողերի իմաստը թռվել, արտադրների իմաստը թռվել, բայց անգամ չեն կարող մենք բոլորին ապահովենք, որին կարողացել ենք դիակ երբենք ապահովել, որին չեն կարողացել թողել ենք հետագա քննարկումների ուսումնասիրություն են կատարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի սամայքի սոցիալապես անապահով բնակիչների դիմումների քննարկման և դրամական փոխհատուցման տրամադրելու Հայաստանի Հանրապետության նոյեմբերի 20-րդ օգոստոսի դրությամբ համայնքի հավաքանին որոշում ենք Վարդենի սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 կացարանը վերակառուցելու կացարանով ապահովելու համար տրամադրել փոխհատուցում շինանյութի տեսքով Վարդենի սամայքի հետևյալ անապահով բնակիչներին Թամարա Բարևանի մնացականյան Արթուր 100,000 դրամ, Մայլյան Սումբատի Կարագոզյան փոքր մասիկ Զորվատիկին Էսի Զարույան, որն է փոքր մասիկ Հիմա ասեմ տան վիճակը, կատուրի վիճակի հետ կապված ահավոր վիճակը, ինքը մեր պատերազմի մասնակցի և զոհվածի կինը փոքր մասիկից 4 հատ ճանաչողները ստեք ճանաչեն, 4 հատ անշապած երեխա ունի, ես էսի թողել եմ որպեսզի Մինչև 300,000
Մենք ախր բան արեցինք այն զովատասապամարտիկների կանանց վարչական կամուրի հետ կապված մենք առանձին մոդերատոր արենք։ Իր խնդիրն ինչ է, ինչ է։ Իր խնդիրը բնակարանը գտնվում է շատ խախտում վիճակում, թե պատերի հետ կապված, թե կտուրի հետ կապված, եւ թե ձոր լուսամուտի հետ կապված, եւ դուք ասել եմ, որ լուսամուտները կանները հենց հիմա պատրաստում են, բայց դե մի հատ վերեք հատուկ ինչ կար արտադրական որ իրանց հետ դիալոգ։ Ինչ ելենեք քիչ է, սպասում։ Իրանք եսրել են կողերը վերցերել է, ասում չկողած Լավագույն տարբերական բնակարան ձեր բերել են Չէ, մենք անցած բանում այն փոքր մասի չկար դες, Մենք նախորդը տվել ենք 500-ը, դեպքում եսրել ենք նախորդը։ Հնարիկ Իսաբալի Տեր Հակոբյան շատ ջրեք, այս շատ ջրեքը, այս բանալիկը ասեմ ես վարվասում եմ, իրեք, շատ ջրեքի վարվասում եմ, որ ապոշտում եմ վարվել եմ անդեմ իսենյակ, չգիրեմ իսերի սարքել են, ինչ են անել, իսենյակում դեպավորվել են, բայց ամրոստան են վարվել եմ, հիմա ես իր համար մարսպետել եմ խնդրեմ, դենա մարսպետել օգնեմ, որտեզի կարողանամ որոշ շապի բարելավել ես մարսպետել Ես առաջարկում եմ 200,000 դրամ, Գայանե Հովանեսյան շատ բան։ 30,000 դրամ, Ռուբեն Գրիշայի Ռուբենյան, Պարճախ 30,000 դրամ,